Իմպոտենցիան ծերություն չէ, դա ինֆարկտի նախանշանն է աղետից 3 տարի առաջ։ Դիտեք մինչև վերջ իմանալու համար, թե ինչպես մաքրել անոթները եւ կրկին զգալ ձեզ տղամարդ առանց քիմիա կուլ տալու։ Պատկերացրեք սովորական մի առավոտ։ Դուք արթնանում եք, գնում լոգարան եւ հասկանում եք, որ ինչ-որ բան պակասում է։ Այն, ինչ ձեզ հետ էր ամբողջ կյանքում, սկսած դեռահասության տարիքից։ Այն նույն առավոտյան հրավառությունը, որը միշտ ասում էր ձեզ. քեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Դու տղամարդ ես, քո օրգանիզմը լի է ուժով, իսկ հիմա այն չկա։ Օրեցօր լռություն է, կամ մեկ այլ իրավիճակ, էլ ավելի ցավոտ՝ երեկո։ Դուք կնոջդ հետ ննջասենյակում եք, ամեն ինչ ընթանում է սովորականի պես, կա տրամադրություն, կա ցանկություն, բայց ամենապատասխանատու պահին տեղի է ունենում վրիպում, անհարմար դադար։ Դուք շրջվում եք դեպի պատը, ձևացնում, թե պարզապես շատ եք հոգնել ամառանոցում կամ չափազանց նյարդայնացել եք նորություններից։ Կինը լռում է, որպեսզի ձեզ չվիրավորի, շոյում է ձեր ուսը։ Ոչ մի սարսափելի բան չկա, տարիքն է։ Բայց ձեր ներսում այդ պահին ինչ-որ բան կտրվում է։ Դուք պառկած եք մթության մեջ եւ մտածում եք. դե վերջ, իմ ժամանակն անցել է, ես դուրս եմ գրված։ Հիմա ես պարզապես պապիկ եմ, կահույք, դիտորդ, այլ ոչ թե կյանքի մասնակից։ Ծանոթ զգացողություն է։ Եթե գոնե մեկ անգամ ձեզ բռնացրել եք այս մտքի վրա, ապա այս տեսանյութը ձեզ համար է։ Ողջունում եմ ձեզ ընկերներ, ձեզ հետ է բժիշկ Արմեն Գրիգորյանը։ Այսօր մենք կունենանք շատ անկեղծ տղամարդկային զրույց։ Առանց ամոթխածության, առանց բարդ բժշկական տերմինների, որոնցից քուն է տանում։ Մենք կխոսենք այն մասին, թե իրականում ինչու է կորչում տղամարդկային ուժը, եւ ամենակարևորը, ինչպես այն վերադարձնել։ Սա ծերություն չէ, միանգամից ուզում եմ ասել մի բան, որը դուք պետք է լսեք հենց հիմա այս տեսանյութի սկզբում։ Հիշեք, իմպոտենցիան ծերության նորմա չէ։ Մեզ տարիներ շարունակ ներշնչել են. դե դու արդեն 60 տարեկան ես, ինչ էիր ուզում։ Ժամանակն է հոգու մասին մտածել, ոչ թե անկողնու։ Սա սուտ է։ Սա վտանգավոր սուտ է, որն արժենում է շատ տղամարդկանց ոչ միայն կյանքի ուրախությունը, այլև հենց կյանքը։ Բնության մեջ գոյություն չունի մեխանիզմ, որն անջատում է սեռական ֆունկցիան պարզապես ըստ օրացույցի։ Ես ունեմ պացիենտներ, ովքեր 75-80 տարեկան են, եւ նրանք ապրում են լիարժեք ամուսնական կյանքով։ Այո, նրանք օլիմպիական ռեկորդներ չեն սահմանում, ինչպես 20 տարեկանում, բայց նրանց մոտ ամեն ինչ աշխատում է։ Ինչու նրանց մոտ աշխատում է, իսկ հարևանի մոտ 55 տարեկանում արդեն ժամը 5:30 է։ Միթե բանը միայն գենետիկայի մեջ է։ Ոչ։ Բանն այն է, որ մենք սովորել ենք շփոթել հիվանդությունը եւ տարիքը։ Թույլ տվեք բացատրել ձեզ մի օրինակով, որը հասկանալի կլինի ցանկացած վարորդի։ Պատկերացրեք, որ դուք ունեք հին, հուսալի մեքենա։ Այն 30 տարեկան է։ Այո, թափքի վրա կան քերծվածքներ, սրահի պաստառապատումը մաշվել է, բայց եթե շարժիչը սարքին է, եթե վառելիքի պոմպը մղում է վառելիքը, իսկ խողովակները մաքուր են, մեքենան կգնա։ Այն կգործարկվի եւ կգնա։ Եթե մեքենան չի գործարկվում, դա այն պատճառով չէ, որ այն հին է, այլ այն պատճառով, որ կոտրվել է կոնկրետ դետալ, խցանվել է ֆիլտրը, սեղմվել է ճկափողը, չի աշխատում մոմը։ Տղամարդու օրգանիզմի դեպքում նույնն է։ Էրեկցիան մաքուր հիդրավլիկա է։ Դա արյան ճնշում է։ Եթե պոմպը մղում է եւ խողովակները մաքուր են, ճնշում կլինի։ Եվ կարևոր չէ, թե քանի տարեկան եք, 40 թե 90, բայց եթե ճնշում չկա, նշանակում է ինչ-որ տեղ փակված է ծորակը։ Բարոմետրն ու ահա զանգը, եւ ահա այստեղ մենք մոտենում ենք ամենասարսափելի պահին, որի մասին տղամարդիկ հաճախ չեն էլ կռահում։ Պոտենցիայի կորուստը պարզապես անհաջողություն չէ անկողնում։ Սա սոսի բարձրաձայն ազդանշան է, որը տալիս է ձեր օրգանիզմը։ Սա օգնության ճիչ է։ Բժշկության մեջ մենք էրեկտիլ դիսֆունկցիան անվանում ենք տղամարդու առողջության բարոմետր։ Ինչու՞։ Ամբողջ բանը անատոմիայի մեջ է։ Նայեք, անոթները, որոնք սնուցում են մեր գլխավոր տղամարդկային օրգանը, պենիլային զարկերակները, շատ բարակ են, նրանց տրամագիծը ընդամենը 1-2 մմ է, իսկ անոթները, որոնք սնուցում են սիրտը, պսակաձև զարկերակները կամ ուղեղը, նրանք ավելի լայն են 3-4 մմ։ Այժմ պատկերացրեք, որ ձեր օրգանիզմում սկսվել է աթերոսկլերոզ, խոլեստերին, վահանիկներ, թանձր արյուն, որտեղ առաջին հերթին կառաջանա խցանում։ Ճիշտ է, այնտեղ, որտեղ անցքն ամենանևն է, ամենանև խողովակում։ Այսինքն, երբ տղամարդու մոտ սկսվում են պոտենցիայի հետ կապված խնդիրներ, դա նշանակում է, որ նրա անոթներն արդեն սկսել են խցանվել։ Պարզապես սրտում արյան հոսքը դեռ պահպանվում է,
որովհետև այնտեղ խողովակն ավելի լայն է, իսկ ներքևում ծորակն արդեն փակ է։ Վիճակագրությունը համառ բան է։ Բժիշկները գիտեն, էրեկցիայի հետ կապված խնդիրների սկզբից մինչև ինֆարկտ կամ ինսուլտ միջինում անցնում է 3-5 տարի։ Մտածեք այս մասին։ Երբ ձեզ մոտ չի ստացվում ննջասենյակում, դա ամոթի առիթ չէ։ Դա առիթ է ասելու. շնորհակալություն, օրգանիզմ, որ զգուշացրիր։ Սա ձեր չեք էնջին լամպն է գործիքների վահանակի վրա։ Եթե այն վառվել է, դուք չեք սոսնձում այն սև մեկուսի ջապավենով։ Դուք գնում եք սպասարկման կենտրոն։ Իսկ ինչ են անում տղամարդիկ։ Նրանք հենց սոսնձում են լամպը։ Նրանք գնում են դեղատուն, գնում են կախարդական հաբեր, խթանիչներ, ջեներիկներ։ Նրանք փորձում են ուժով ստիպել աշխատել այն օրգանին, որին պարզապես արյուն չի մատակարարվում։ Նրանք մտրակով հարվածում են հոգնած ձիուն։ Ինձ մոտ հաճախ ընդունելության են գալիս տղամարդիկ, գլխիկոր, աչքերը գետնին հարած։ Բժիշկ, ինձ ոչինչ չի օգնում։ Ես խմել եմ եւ այն մյուսը։ Երևի վերջ։ Ապրել եմ իմ կյանքը։ Ես սկսում եմ նրանց ստուգել եւ տեսնում եմ։ Մարդու մոտ պարզապես աղետ է անոթների հետ կապված։ Նա ունի հիպերտոնիա, որի մասին չգիտի։ Նրա շաքարը վերին սահմանի վրա է։ Նրա արյունը թանձր է, ինչպես կիսելը, իսկ նա փորձում է բուժել սեռական թուլությունը գրգռիչ կաթիլներով։ Սա այդպես չի աշխատում, քանի դեռ մենք չենք մաքրել խողովակները, քանի դեռ չենք վերականգնել արյան նորմալ հոսքը, ոչ մի վիագրա չի փրկի, այլ կարող է եւ վնասել, բայց կա նաեւ լավ նորություն, հիանալի նորություն։ Անոթները վերականգնվելու հատկություն ունեն։ Էնդոթելը, անոթների ներքին շերտը, թարմացվում է։ Եթե վերացնենք գործոնները, որոնք սպանում են այն եւ տանք այն, ինչը բուժում է այն, տղամարդկային ուժը վերադառնում է։ Ես դա տեսել եմ հարյուրավոր անգամներ։ Ես տեսել եմ, թե ինչպես 68 տարեկան տղամարդիկ, ովքեր արդեն խաչ էին քաշել իրենց վրա, կես տարի անց գալիս էին ինձ մոտ լայն ժպիտով եւ պատմում, որ իրենց մոտ սկսվել է երկրորդ մեղրամիսը։ Նրանք վիրահատություններ չեն արել, նրանք լիտրերով հորմոններ չեն ներարկել, նրանք պարզապես հասկացել են մեխանիզմը եւ վերանորոգել անսարքությունը։ 3 հեծյալները, խնդրի 3 տեսակները, բայց որպեսի ինչ-որ բան վերանորոգվի, պետք է հստակ իմանալ, թե հատկապես ինչն է փչացել։ Շատերդ մտածում եք, դե ինձ մոտ երևի պարզապես սթրես է, կամ սա ամեն ինչ նստակյաց աշխատանքից է։ Հնարավոր է, բայց բժիշկներն առանձնացնում են 60-ից բարձր տղամարդկանց մոտ պոտենցիայի խանգարումների 3 կոնկրետ տեսակ, 3 տարբեր սցենար, եւ ահա թե որն է ամենավտանգավորը։ Նրանք բուժվում են միանգամայն տարբեր կերպ։ Այնինչ կօգնի առաջին տիպի դեպքում, բացարձակապես անօգուտ կլինի երրորդի դեպքում։ Իսկ եթե ձեզ մոտ խանգարման երկրորդ տիպն է, եւ դուք հարևանի խորհրդով խմեք պոտենցիայի համար նախատեսված հայտնի հաբը, դա կարող է ավարտվել վերակենդանացման բաժանմունք կանչելով։ Ես գույները չեմ խտացնում։ Սա իրականություն է, որին բախվում է սրտաբանները։ Դուք պետք է հենց հիմա հասկանաք, թե որ տիպին եք պատկանում հենց դուք, որպեսզի ճակատագրական սխալ թույլ չտաք։ Եկեք վերլուծենք այս 3 տեսակները, եւ դուք անմիջապես կճանաչեք ձեզ դրանցից մեկում։ Երաժշտություն եւ այսպես, ընկերներ, մենք պարզեցինք, որ եթե մեքենան չի գնում, նշանակում է կա կոնկրետ անսարքություն։ Չի կարելի ամեն ինչ անընդմեջ նորոգել։ Պետք է թշնամուն դեմքով ճանաչել։ Իմ պրակտիկայում 60 տարեկանից հետո տղամարդկային անզորության բոլոր դեպքերի 95%-ը տեղավորվում է ընդամենը 3 խմբի մեջ։ Ես նրանց անվանում եմ 3 հեծյալներ։ Եվ հիմա մենք կորոշենք, թե նրանցից որն է բնակություն հաստատել ձեր օրգանիզմում։ Ուշադիր լսեք եւ մատները ծալեք, եթե ճանաչեք ձեր ախտանիշները։ Տիպ առաջին. անոթային խնդիր կամ սանտեխնիկի խնդիր։ Սա ամենահաճախակի հյուրն է։ Ինձ մոտ կաբինետ եկող 10 տղամարդուց մոտ 7-ը տառապում են հենց սրանից։ Պատկերացրեք այգու ճկափող։ Եթե այն նոր է եւ մաքուր, ջուրը խփում է հզոր շիթով։ Բայց եթե ճկափողի ներսում կեղտ է կպել, նստվածք, լուսանցքը նեղանում է, ճնշումն ընկնում է, ջուրը կարծես հոսում է, բայց շիթը թույլ է։ Մեր օրգանիզմում կեղտի դերը կատարում են խոլեստերինը եւ կալցինատները։ Նրանք նստում են անոթների պատերին, առաջացնելով վահանիկներ։ Եվ ինչպես արդեն ասացի, փոքր կոնքի բարակ անոթները խցանվում են առաջինը։ Արյունը պարզապես ֆիզիկապես չի կարող լցնել խորշիկավոր մարմիններն այնքան արագ եւ այնքան խիտ, որքան անհրաժեշտ է ամրության համար։ Ինչպես ճանաչել այս տիպը։ Շատ պարզ։ Ձեզ մոտ պահպանվում է ցանկությունը։ Դուք տեսնում եք գեղեցիկ կնոջ։ Ձեր գլխում ամեն ինչ աշխատում է։ Դուք մտերմություն եք ուզում, բայց ստորին հարկը չի արձագանքում կամ դավաճանում է ընթացքում։ Էրեկցիան դառնում է փափուկ, անկայուն,
կորչում է դիրքը փոխելիս։ Կարմիր դրոշներ, ձեր ոտքերը կամ ձեռքերը մրսում են նույնիսկ տաք տեղում։ Արագ քայլելիս կամ երրորդ հարկ բարձրանալիս առաջանում է հեվոց։ Ձեր ճնշումը հաճախ բարձր է, քան 130-80-ի վրա։ Եթե սա ձեր մասին է ուշադրություն, սա հենց այն դեպքն է, երբ օրգանիզմը ճչում է ինֆարկտի վտանգի մասին։ Անոթային իմպոտենցիան աղետի նախանշան է։ Եթե դուք սկսեք խմել խթանիչներ նման վիճակում, դուք կստիպեք սրտին արյուն մղել խցանված խողովակներով, ահռելի ճնշման տակ։ Սա ահռելի ռիսկ է, բայց լավ նորությունն այն է, որ անոթները կարելի է մաքրել, իհարկե խոզանակով չծակել, բայց առանցքականությունը վերականգնել հնարավոր է։ Տիպ 2. Հորմոնալ փոս կամ վառելիքի խնդիր։ Այստեղ մեխանիզմն այլ է։ Անոթները կարող են մաքուր լինել, ինչպես նորածնի մոտ։ Նյարդերը ամբողջական, բայց մեքենան չի գնում, որովհետև բաքում բենզին չկա։ Մեր բենզինը տեստոստերոնն է, գլխավոր տղամարդկային հորմոնը։ 30 տարեկանից հետո դրա մակարդակն ընկնում է տարեկան 1-2 պոսով։ Նորմալ է։ Բայց շատ տղամարդկանց մոտ 55-60 տարեկանում տեղի է ունենում փլուզում։ Տեստոստերոնն ընկնում է մինչև կրիտիկական արժեքների։ Սա կոչվում է անդրոպաուզա, տղամարդու կլիմաքս։ Ինչպես ճանաչել այս տիպը։ Գլխավոր նշանը՝ ցանկություն չկա։ Ձեզ պարզապես միևնույնն է, դուք նայում եք կնոջը, եւ ձեզ մոտ ոչ մի ազդակ չկա։ Դուք ալարում եք, ուզում եք պառկել բազմոցին, հեռուստացույց դիտել։ Դառնում է ոչ թե պահանջմունք, այլ ինչ-որ պարտադրանք։ Կարմիր դրոշներ, մեծանում է փորը։ Գոտկատևի այն նույն փրկարար օղակը, որն անհնար է վերացնել դիետայով։ Ճարպային հյուսվածքն աշխատում է որպես գործարան, տղամարդու տեստոստերոնը կանացի էստրոգենի վերածելու համար։ Դուք դարձել եք դյուրագրգիռ, փնթփնթան կամ հակառակը, լացկան։ Ձեզ մոտ առավոտյան էրեկցիաներն իսպառ անհետացել են։ Շատերը մտածում են. դե, ծերացել եմ, հանգստացել եմ։ Ոչ, դուք չեք հանգստացել, դուք պարզապես անջատել եք վառելիքի մատակարարումը։ Եվ եթե տեստոստերոնը վերադարձնեք նորմայի, եւ ես հիմա ներարկումների մասին չեմ ասում, այլ բնական մեթոդների, դուք կզարմանաք, թե որքան արագ կվերադառնա կյանքի համը։ Տիպ 3. Նյարդաբանական խնդիր կամ էլեկտրիկի խնդիր։ Այստեղ մենք ունենք եւ մաքուր խողովակներ, եւ բենզինով լի բակ, բայց դուք պտտում եք բանալին, իսկ ստավտերը լռում է։ Ինչու՞։ Լարը կտրված է, ազդանշանն ուղևից պարզապես չի հասնում օրգանին։ Գլխավոր թշնամիներն այստեղ շաքարային դիաբետն են եւ ողնաշարի հետ կապված խնդիրները։ Բարձր շաքարը քայքայում է նյարդային վերջավորությունները, սա կոչվում է նեյրոպաթիա, իսկ գոտկատևի ճողվածքները կարող են սեղմել դեպի կոնք գնացող նյարդերը։ Ինչպես ճանաչել այս տիպը։ Ամեն ինչ տեղի է ունենում հանկարծակի կամ ալիքաձև։ Բուն օրգանիզգայունությունը նվազում է։ Դուք կարծես ամեն ինչ անում եք, բայց զգացողությունները քիչ են։ Կարմիր դրոշներ, ձեռքերի կամ ոտքերի մատների թմրացություն, մրջյունների վազքի զգացում, հաճախակի գիշերային արշավներ դեպի զուգարան։ Վեր եք կենում գիշերը 2-3 անգամ։ Սա հաճախ նշան է այն բանի, որ միզապարկի նյարդերը նույնպես տուժում են, ցավ գոտկատեղում, որը ճառագայթում է դեպի ոտքը։ Իսկ հիմա ամենակարևորը, հաճախ պատահում է այնպես, որ մեկ տղամարդու մոտ համակցվում են միանգամից 2 գործոն։ Օրինակ, անոթները խցանված են։ Գումարած դիաբետը քայքայում է նյարդերը։ Սա կոչվում է խառատիպ, բայց ինչու եմ ես ձեզ այսքան մանրամասն պատմում սա։ Ինչու եմ վախեցնում ինֆարկտներով եւ դիաբետով, որովհետեւ եթե դուք սխալ որոշեք պատճառը, դուք կբուժեք հետևանքը։ Պատկերացրեք տղամարդու, երկրորդ տիպով, հորմոնալ։ Նա չունի տեստոստերոն, չունի ցանկություն, իսկ նա գնում է հապ, որը լայնացնում է անոթները, արյունը հոսում է դեպի դեմքը, սիրտը բաբախում է, ճնշումը ցատկում է, իսկ այնտեղ ոչ մի ռեակցիա չկա, որովհետև ուղևին դա պետք չէ, հորմոններ չկան։ Արդյունքում հիասթափություն, դեպրեսիա եւ հիպերտոնիկ կրիզ։ Կամ անոթային խնդրով տղամարդը սկսում է խոտաբույսեր խմել տեստոստերոնը բարձրացնելու համար։ Տեստոստերոնը բարձրանում է, ցանկությունը կատաղի է, իսկ գործիքը չի աշխատում, որովհետև խողովակները խցանված են։ Կրկին փակուղի։ Դուք պետք է հասկանաք մի բան։ Իմպոտենցիան 3-5 տարի առաջ կանխատեսում է անոթային աղետ։ Բնությունը ձեզ ֆորա է տալիս։ Նա ասում է. նայիր, ընկեր, փոքր կոնքում արյան հոսքը կանգնել է, շուտով կկանգնի նաև սրտում։ Զբաղվիր քեզնով։ Եվ նրանք, ովքեր լսում են այս ազդանշանը, ովքեր սկսում են գործել գրագետ, նրանք ոչ միայն վերադարձնում են տղամարդկային ուժը, այլև բառացիորեն գնում են իրենց համար 10, 15, 20 տարվա ակտիվ կյանք։
առանց ինսուլտների, առանց ձեռնափայտի, առանց մի բուր հաբերի նախաճաշին։ Սա տեսություն չէ դասագրքերից։ Սա պրակտիկա է, որը ես տեսնում եմ ամեն օր։ Իսկ հիմա ամենակարևորը, հաճախ պատահում է այնպես, որ մեկ տղամարդու մոտ համակցվում են միանգամից երկու գործոն։ Օրինակ, անոթները խցանված են, գումարած դիաբետը քայքայում է նյարդերը։ Սա կոչվում է խառատիպ։ Բայց ինչու եմ ես ձեզ այսքան մանրամասն պատմում սա։ Ինչու եմ վախեցնում ինֆարկտներով եւ դիաբետով։ Որովհետեւ եթե դուք սխալ որոշեք պատճառը, դուք կբուժեք հետևանքը։ Պատկերացրեք տղամարդու երկրորդ տիպով հորմոնալ։ Նա չունի տեստոստերոն, չունի ցանկություն, իսկ նա գնում է հապ, որը լայնացնում է անոթները, արյունը հոսում է դեպի դեմքը, սիրտը բաբախում է, ճնշումը ցատկում է, իսկ այնտեղ ոչ մի ռեակցիա չկա, որովհետև ուղևին դա պետք չէ, հորմոններ չկան։ Արդյունքում հիասթափություն, դեպրեսիա եւ հիպերտոնիկ կրիզ։ Կամ անոթային խնդրով տղամարդը սկսում է խոտաբույսեր խմել տեստոստերոնը բարձրացնելու համար։ Տեստոստերոնը բարձրանում է, ցանկությունը կատաղի է, իսկ գործիքը չի աշխատում, որովհետև խողովակները խցանված են։ Կրկին փակուղի։ Դուք պետք է հասկանաք մի բան։ Իմպոտենցիան 3-5 տարի առաջ կանխատեսում է անոթային աղետ։ Բնությունը ձեզ ֆորա է տալիս։ Նա ասում է. նայիր, ընկեր, փոքր կոմքում արյան հոսքը կանգնել է, շուտով կկանգնի նաև սրտում։ Զբաղվիր քեզնով։ Եվ նրանք, ովքեր լսում են այս ազդանշանը, ովքեր սկսում են գործել գրագետ, նրանք ոչ միայն վերադարձնում են տղամարդկային ուժը, այլև բառացիորեն գնում են իրենց համար 10, 15, 20 տարվա ակտիվ կյանք, առանց ինսուլտների, առանց ձեռնափայտի, առանց մի բուր հաբերի նախաճաշին։ Սա տեսություն չէ դասագրքերից։ Սա պրակտիկա է, որը ես տեսնում եմ ամեն օր։ Վարդանի պատմությունը եւ որպեսի դուք վերջնականապես հավատաք, որ ամեն ինչ ուղղելի է, ես ձեզ կպատմեմ իմ պացիենտներից մեկի պատմությունը։ Նրա անունը Վարդան է։ Վարդանը 68 տարեկան է։ Սովորական տղամարդ։ Ամբողջ կյանքում աշխատել է որպես ինժեներ, այժմ թոշակի է։ Ունի ամառանոց, ունի մեքենա, ունի սիրելի կին։ Նա եկավ ինձ մոտ կես տարի առաջ, լիակատար հուսահատության մեջ։ Նա վստահ էր, որ իր տղամարդկային կյանքն ավարտվել է ընդմիշտ։ Նա ուներ լիակատար փունջ, եւ ճնշումներ ցատկում, եւ փորներ մեծացել, եւ անկողնում արդեն 2 տարի լիակատար լռություն էր։ Նա փորձել էր ամեն ինչ, ժողովրդական թուրմեր, գովազդի թանկարժեք հապեր, նույնիսկ գնացել էր հեքիմ պռավի մոտ։ Արդյունքը 0։ Նա արդեն հաշտվել էր եւ որոշել, որ պարզապես կապրի իր մնացած կյանքը լոլիկներ աճեցնելով, բայց երբ մենք սկսեցինք ուսումնասիրել, պարզվեց մի զարմանալի բան։ Վարդանի մոտ չկար ծանր պաթոլոգիա։ Նրա անոթներն իր տարիքի համար տանելի վիճակում էին։ Տեստոստերոնը մի փոքր ցածր էր, բայց ոչ կրիտիկական։ Խնդիրն այլ էր։ Պարզվեց, որ ամեն առավոտ եւ ամեն երեկո Վարդանը կատարում էր նույն գործողությունը, մի պարզ կենցաղային սովորություն, որի մասին նա նույնիսկ չէր մտածում։ Նա դա նորմա էր համարում, ավելին, ձեզանից 90%-ը նույնպես անում են դա։ Եվ այս անվնաս, առաջին հայացքից, սովորությունն աշխատում էր որպես ամենահզոր թույն նրա պոտենցիայի համար։ Այն արգելափակում էր ազոտի օքսիդի արտադրությունը, մի նյութի, առանց որի էրեկցիան սկզբունքորեն անհնար է։ Հենց որ մենք վերացրինք այդ գործոնը, ընդամենը մեկ գործոն, նրա օրգանիզմը կենդանացավ առանց վիրահատությունների եւ քիմիայի։ Ուզում եք իմանալ, թե հատկապես ինչ էր անում Վարդանը, եւ արդյոք դուք էլ նույնը չեք անում հենց հիմա։ Դուք շոկի մեջ կլինեք, երբ իմանաք, թե դա ինչ է։ Ես խոստացա պատմել, թե հատկապես ինչ էր անում Վարդանը։ Բայց նախքան մենք կանցնենք նրա գաղտնիքին, դուք պետք է հասկանաք նրա դրաման, որովհետև դա միլիոնների դրամա է։ Վարդանը մեր սերնդի տիպիկ ներկայացուցիչ է, 68 տարեկան, մի փոքր ավելորդ քաշ, այն նույն աշխատանքային կոշտուկը փորի հատվածում, թեթև հիպերտոնիա, որը նա խլացնում էր հաբերով, երբ նեղն էր ընկնում։ Սիրում էր նստել ընկերների հետ։ Մի բաժակ խմիչք, ամեն ինչ, ինչպես բոլորի մոտ։ Երբ նրա մոտ սկսվեցին վրիպումները, նա չվազեց բժշկի մոտ։ Տղամարդիկ ընդհանրապես չեն վազում բժշկի մոտ նման խնդիրներով։ Մենք ավելի շուտ կմեռնենք լուվ։ Նա սկսեց վախենալ։ Վախը էրեկցիայի համար մեկ մարդասպանն է։ Վարդանն ինձ պատմում էր. Արմեն, ես բարկում եմ անկողնում, եւ ինձ սառը քրտինք է պատում։ Ես մտածում եմ ոչ թե կնոջս, ոչ թե գործընթացի մասին, այլ մեկ բանի՝ կկանգնի, թե չի կանգնի, իսկ եթե նորից խայտառակվեմ։ Եվ իհարկե, ոչինչ չէր ստացվում։ Շրջանը փակվում էր։ Ինչ արեց Վարդանը։ Նա գնաց ամենապարզ ճանապարհով։ Նա գնեց այն նույն կապույտ հաբը, հայտնի դեղամիջոցը,
որը գովազդում են ամեն անկյունից։ Նա դրա վրա մեծ հույսեր էր դնում։ Նա մտածում էր. հիմա կխմեմ եւ կլինեմ այնպես, ինչպես 20 տարեկանում։ Նա խմեց։ Դեմքը կարմրեց, սիրտը սկսեց բաբախել, քունքերում խփեց, իսկ ներքևում ոչինչ, զրո ռեակցիա, լիակատար լռություն։ Եվ հենց այդ ժամանակ նա կոտրվեց։ Նա որոշեց, որ իր դեպքն անհույս է, որ իր տղամարդկային մեխանիզմը վերջնականապես մահացել է։ Բայց Վարդանը սխալվում էր, եւ եթե դուք փորձել եք հաբեր եւ դրանք ձեզ չեն օգնել, դուք նույնպես սխալվում եք, մտածելով թե սա վերջն է։ Էրեկցիայի մեխանիկան մատների վրա թույլ տվեք բացատրել ձեզ էրեկցիայի մեխանիկան մատների վրա։ Հենց հիմա, 2 րոպեում դուք կհասկանաք ձեր մարմնի մասին ավելին, քան գիտեիք ամբողջ կյանքում։ Մոռացեք բարդ տերմինները։ Պատկերացրեք, որ դուք ամառանոցում եք։ Դուք ունեք ոռոգման համակարգ, պոմպը ձեր սիրտն է։ Ճկափողը ձեր զարկերակներն են։ Ճկափողի ծայրից հովիչ գլխիկը բուն ձեր տղամարդկային օրգանն է։ Որպեսզի գլխիկը ջրի ճնշման տակ ուղղվի եւ դառնա ամուր, պետք է կատարել 2 պայման։ Առաջինը, պոմպը պետք է ջուրը մատակարարի լավ ճնշման տակ։ Երկրորդը, բուն գլխիկը պետք է լինի հերմետիկ, որպեսզի ջուրը չհոսի ավելի արագ, քան գալիս է, ինչը տեղի ունենում երիտասարդ տղայի օրգանիզմում։ Ուղևը տալիս է մեկնարկի հրաման։ Ծորակը բացվում է ամբողջ թափով։ Արյուն ջուրը ահռելի ճնշման փորձում է դեպի խորշիկավոր մարմիններ, դեպի գլխիկը, ընդ որում, երակները, որոնցով արյունը պետք է հետ գնա, փակվում են։ Համակարգը փակ է, ճնշումը մեծանում է, տեղի է ունենում էրեկցիա, քարի պես ամուր։ Իսկ հիմա նայեք, թե ինչ է տեղի ունենում 60-ից հետո տղամարդու մոտ։ Ինչպես Վարդանի մոտ, նա խմում է հաբը։ Ինչ է անում հաբը։ Այն փորձում է բռնի ուժով արգելափակել արյան արտահոսքը։ Կոպիտ ասած, այն փակում է գլխիկի անցքերը, որպեսզի ջուրը չարտահոսի, բայց հաբը չի կարող բացել ծորակը, եթե այն ժանգոտել է։ Եվ ահա այստեղ մենք մոտենում ենք գլխավոր գաղտնիքին, որի մասին լռում են հաբեր արտադրողները։ Ծորակը հաբը չէ։ Ծորակը բացում է ձեր սեփական նյութը։ Այն կոչվում է ազոտի օքսիդ։ Հիշեք այս անվանումը։ Ազոտի օքսիդ, դա գազ է։ Այն արտադրվում է ձեր անոթների ներսում։ Անոթներն ունեն ներքին շերտ, նրբագույն թաղանթ, որը մարդու մազից բարակ է։ Այն կոչվում է էնդոթել, դա նման է թավայի տեֆլոնե ծածկույթին։ Քանի դեռ այն հարթ է եւ ամբողջական, ամեն ինչ սահում է, ամեն ինչ աշխատում է։ Հենց այս էնդոթերն է արտադրում ազոտի օքսիդը։ Երբ դուք գրգռվում եք, էնդոթերն արտանետում է այս գազը, անոթներն ակնթարթորեն լայնանում են, եւ արյունը հզոր հոսքով գնում է այնտեղ, որտեղ պետք է։ Այժմ վերադառնանք Վարդանին։ Նա ունի հիպերտոնիա, անցյալում ծխել է, ունի բարձր շաքար եւ խոլեստերին։ Ինչ են արել այս գործոնները նրա անոթների հետ։ Նրանք ոչնչացրել են նրա էնդոթելը։ Նրա տեֆլոնե ծածկույթը ջնջվել է։ Այն դարձել է խորթուբորդ, բորբոքված, ծածկված միկրոճաքերով։ Գրգռման պահին ուղեղը ճչում է. «Տուր արյուն»։ Իսկ էնդոթելը լռում է։ Նա մեռած է։ Նա ազոտի օքսիդ չի արտադրում, ծորակները չեն բացվում։ Եվ որքան էլ հաբեր Վարդանը չխմեր, դրանք չէին աշխատի։ Անիմաստ է փակել լոգարանի արտահոսքը, եթե ջուրը չեք բացել։ Լոգարանը չոր կմնա, հասկանում եք ողբերգությունը։ Վարդանը փորձում էր խթանել մեխանիզմի դիակը փոխանակ այդ մեխանիզմը վերակենդանացնելու։ Նրա խնդիրը բուն իմպոտենցիան չէր, նրա խնդիրը էնդոթելային դիսֆունկցիան էր։ Սա բժշկական տերմին է, բայց էությունը պարզ է։ Նրա անոթները կորցրել էին լայնանալու ունակությունը։ Նրանք դարձել էին կոշտ, ինչպես հին խորհրդային ռետինե ճկափողերը, որոնք ճակճկում են արևի տակ։ Եվ հենց այն անվնաս սովորությունը, որի մասին ես խոսում էի, ամեն առավոտ վերջնականապես ոչնչացնում էր բջիջների այդ դժբախտ շերտը նրա անոթներում։ Բայց կա նաև հրաշք, իսկական բժշկական հրաշք։ Էնդոթելը օրգանիզմի այն եզակի հյուսվածքներից է, որն ունակ է վերականգնվել։ Այն կարող է վերականգնվել, եթե վերացնենք հղկաթուղթը, որն այն մաշում է եւ տանք շինանյութ, այս շերտը նորից աճում է։ Վարդանից պահանջվեց 3 ամիս։ 3 ամիս անց նա դադարեց ճնշման դեմ հաբեր խմել, որովհետև անոթները դարձան առանցքական, եւ ճնշումն ինքնուրույն կարգավորվեց։ Իսկ եւս 1 շաբաթ անց նա եկավ ինձ մոտ մի շիշ կոնյակով, որը ես իհարկե չվերցրի, բայց ժեստը գնահատեցի եւ ասաց. «Բժիշկ, աշխատում է»։ Առավոտյան արթնանում եմ, եւ նա կանգնած է։ Ես մոռացել էի այս զգացողությունը 10 տարի առաջ։ Մենք վերականգնեցինք նրա ներքին շերտը։ Մենք ստիպեցինք նրա օրգանիզմին նորից արտադրել այդ թանկարժեք գազը, ազոտի օքսիդը։
Տնային ախտորոշում։ Անոթների ստուգման թեստով հիմա ես ձեզ կտամ Վարդանի արձանագրությունը, պրոտոկոլը, այն ինչ նա ուտում էր, այն թե ինչպես էր նա շարժվում եւ այն, ինչից նա հրաժարվեց։ Բայց նախքան կսկսեք ինչ-որ բան փոխել, դուք պետք է իմանաք ճշմարտությունը ձեր անոթների մասին։ Բա որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, եւ խնդիրը նյարդի ճզման մեջ է։ Իսկ բա որ հակառակը, ձեզ մոտ արդեն այնպիսի ցեմենտացում է, որ պետք է վազեր սրտաբանի մոտ, այլ ոչ թե տեսանյութ դիտեր։ Ձեզ դրա համար բարդ սարքավորումներ պետք չեն։ Հենց հիմա, որտեղ էլ որ լինեք, բազկաթոռին կամ խոհանոցի սեղանի շուրջ մենք ախտորոշում կանցկացնենք։ Այս թեստը օգտագործում են անոթային վիրաբույժները, զարկերակի առանցքականությունը արագ գնահատելու համար։ Այն տևում է ուղիղ 1 րոպե։ Մի վեր կացեք, պարզապես ազատեք ձեր ձեռքերը։ Պատրաստ եք, նայեք ձեր ափերին։ Հիմա մենք կտեսնենք արդյոք ձեր սիրտը եւ ձեր անոթներն ունակ են արյուն մղել, թե ինչ որտեղ արգելափակում կա, եւ այսպես խոսքից անցնենք գործի։ Մենք խոսում էինք այն մասին, որ անոթները խողովակներ են, իսկ էնդոթելը դրանց ներսի ծածկույթն է։ Եթե ծածկույթը մաշված է, էրեկցիա չի լինի։ Ինչպես իմանալ, թե ինչ վիճակում են ձեր անոթները, առանց վիրահատական սեղանին պառկելու։ Կա մեկ հին, բայց անհավանական ճշգրիտ թեստ։ Այն հաճախ օգտագործում են անոթային վիրաբույժները, ծայրամասային արյան շրջանառությունը ստուգելու համար։ Մենք մի փոքր կհարմարեցնենք այն մեր խնդրին։ Արեք սա հենց հիմա ինձ հետ միասին։ Բարձրացրեք որևէ ձեռքվեր աչքերի մակարդակին։ Այժմ սեղմեք բռունցքը, սեղմեք ամբողջ ուժով։ Պատկերացրեք, որ ուզում եք ափից դուրս մղել ամբողջ արյունը մինչև վերջին կաթիլը։ Պահում ենք։ Ես կհաշվեմ։ 1, 2, 3։ Քանի դեռ պահում եք, ես կբացատրեմ էությունը։ Մենք հիմա արհեստականորեն իշեմիա ենք ստեղծում, դաստակի արյան պակաս։ Ձեր անոթները սեղմված են։ Երբ դուք բացեք բռունցքը, արյունը պետք է ակնթարթորեն վերադառնա։ Սա կոչվում է մազանոթային լցվածություն։ Եթե անոթները առանցքական են, եթե նրանք կենդանի են, նրանք կաշխատեն որպես զսպանակ։ Պահում ենք։ Եվս 10 վայրկյան։ Հոդերը պետք է սպիտակեն։ Եթե թեթև թմրացություն եք զգում, դա նորմալ է։ 5, 4, 3, 2, 1։ Կտրուկ բացում ենք բռունցքը։ Իսկ հիմա նայեք ափին եւ հաշվեք վայրկյանները։ Որքան արագ այն նորից դարձավ վարդագույն։ Որքան արագ անհետացավ սպիտակությունը։ Տեսնենք արդյունքները։ Եթե ափը կարմրեց 1-2 վայրկյանում, ակնթարթորեն, ինչպես բռնկումը, շնորհավորում եմ, ձեր անոթները գերազանց տոնուսի մեջ են։ Ձեր պոմպն աշխատում է, խողովակները մաքուր են։ Եթե դուք պոտենցիայի հետ կապված խնդիրներ ունեք, պատճառը փնտրեք նյարդերի կամ հորմոնների մեջ, բայց ոչ անոթների։ Եթե անցել է 3-5 վայրկյան, իսկ ափը դեռևս բծավոր է, դա դեղին լույսն է, սկզբնական փուլը։ Առանցքականությունն արդեն կորել է, էնդոթելը վնասված է։ Եթե անցել է 8-10 վայրկյան եւ ավելին, իսկ մատները դեռևս սպիտակ են կամ կապտավուն, դա աղետ է։ Դա նշանակում է, որ արյունը հազիվ է ճեղքում անցնում ցեմենտապատված մազանոթների միջով։ Ընկերներ, եթե ձեր ձեռքը վերականգնվում է 10 վայրկյան, պատկերացրեք, թե ինչ է կատարվում փոքր կոմքում։ Այնտեղ անոթներն էլ ավելի բարակ են, էլ ավելի քմահաճ։ Արյունը պարզապես չի հասցնում լցնել դրանք։ Մինչև այն հասնում է խորշիկավոր մարմիններին, գրգռման պահն արդեն անցնում է։ Հիշեք այս արդյունքը, սա ձեր ելակետն է։ Հանձնարարականները կատարելուց 1 ամիս անց դուք կկրկնեք այս թեստը եւ կտեսնեք տարբերությունը։ Թաքնված մարդասպանները բայց լինում է նաեւ այնպես, որ թեստը լավն է, ձեռքն ակնթարթորեն կարմրում է, իսկ անկողնում ֆիասկո։ Ինչու՞։ Այստեղ բեմ են դուրս գալիս թաքնված մարդասպանները։ Դրանք գործոններ են, որոնց մասին ձեզ չեն պատմի պոլիկլինիկայում 12 րոպեանոց ստանդարտ ընդունելության ժամանակ։ Բժիշկները հաճախ բուժում են մեկ հիվանդություն, բայց ակամայից ստեղծում են մեկ ուրիշը։ Գոյություն ունի այսպիսի բժշկական տերմին՝ իատրոգեն էրեկտիվ դիսֆունկցիա։ Հունարենից թարգմանաբար դա նշանակում է բժշկի կողմից առաջացած իմպոտենցիա։ Հնչում է սարսափելի, բայց դա կյանքի ճշմարտությունն է։ Մարդկային ուժի ամենագլխավոր մարդասպանը ճնշման դեմ դեղահաբերն են։ Հիշեք Վարդանին, նա ուներ հիպերտոնիա։ Ինչ նշանակեցին նրան։ Ստանդարտ փաթեթ, բետա-բլոկատորներ, դեղամիջոցներ, որոնք ավարտվում են որլով, բիսոպրոլոլ, մետոպրոլոլ եւ այլն, եւ միզամուղներ։ Ինչպես են աշխատում այս դեղերը։ Բետա-բլոկատորները ոչ միայն իջեցնում են ճնշումը, այլև արգելափակում են այն ընկալիչները, որոնք պատասխանատու են սթրեսի կամ գրգռման պահին անոթների լայնացման համար։
Նրանք բառացիորեն ասում են օրգանիզմին. հանգստացիր, մի ջղաձգվիր։ Սիրտը պետք է դանդաղ բաբախի, սրտի համար դա լավ է, առնանդամի համար՝ մահ։ Դուք ուզում եք գրգռվել, ուղևն ազդանշան է ուղարկում։ Դուր։ Իսկ դեղամիջոցը արգելափակում է դնում։ Չի կարելի, մեզ մոտ լռության ռեժիմ է, իսկ միզամուղները, նրանք հանում են հեղուկը, նվազեցնելով արյան ծավալը։ Քիչ արյուն, քիչ ճնշում ոռոգման համակարգում։ Ճկափուղը դառնում է փափուկ պարզապես այն պատճառով, որ նրա մեջ ջուրը քիչ է։ Ես ոչ մի դեպքում ձեզ չեմ ասում հենց հիմա թողնել ճնշման հաբերը։ Դա վտանգավոր է ինսուլտով, բայց դուք պետք է գնաք ձեր սրտաբանի մոտ եւ տղամարդավարի ասեք. բժիշկ, այս հաբերի պատճառով ինձ մոտ կորել է տղամարդկային ուժը։ Եկեք փոխարինենք դրանք ժամանակակից դեղամիջոցներով։ Գոյություն ունեն դեղամիջոցների խմբեր, օրինակ, սարտանները կամ ափ-վարգելակիչները, որոնք չեն ազդում պոտենցիայի վրա, իսկ որոշներն անգամ բարելավում են այն։ Վարդանը փոխարինեց դեղամիջոցները եւ 2 շաբաթ անց նկատեց, որ այնտեղ կյանքն արթնացավ։ Երկրորդ թաքնված մարդասպանը՝ շաքարային հղկաթուղթ։ Ռոտացում են. ես դիաբետ չունեմ, ես ստուգել եմ արյունը, գլյուկոզան 5.5 է, բայց կա այսպիսի վիճակ՝ ինսուլին առեզիստենտություն, սա նախադիաբետն է։ Արյան մեջ շաքարը կարծես թե նորմայի մեջ է, բայց ինսուլինը չափազանց բարձր է։ Ինչ է անում ավելորդ շաքարը եւ ինսուլինը։ Պատկերացրեք, որ դուք վերցրել եք հղկաթուղթ, նաժդաճկա եւ սկսել եք դրանով տրորել անոթի ներքին պատը։ Ահա դա է անում գլյուկոզան, այն քերծում է էնդոթելը։ Օրգանիզմը փորձում է քսել այդ քերծվածքները խոլեստերինով։ Առաջանում է վահանիկ, լուսանցքը նեղանում է։ Պատմության ավարտը։ Եթե դուք գիշերը վեր եք կենում զուգարան գնալու 2-3 անգամ, դա միշտ չէ շագանակագեղձը։ Հաճախ դա օրգանիզմը փորձում է դուրս բերել ավելորդ շաքարը մեզի հետ։ Ստուգեք ոչ միայն գլյուկոզան, ստուգեք գլիկոլիզացված հեմոգլոբինը։ Դա ցույց կտա միջին շաքարը 3 ամսվա ընթացքում։ Վարդանի մոտ այն բարձրացած էր, թեև սովորական անալիզը նորմայի մեջ էր։ Մենք գտանք մարդասպանին, եւ երրորդ պահը՝ ողնաշարը։ Երբեմն տղամարդը ցուրի պես առողջ է։ Անոթները մաքուր են, հորմոնները եղում են, բայց կապ չկա։ Լ4, Լ5, Ս1 գոտկատեղի ճողվածքները կարող են սեղմել դեպի կոնք գնացող նյարդերը։ Պարզ թեստ։ Փորձեք քայլել կրունկների վրա, բարձրացրեք ոտքերի ծայրերը եւ քայլեք սենյակով։ Եթե չեք կարողանում, եթե թաթը խփում է, նշանակում է նյարդը ճզմված է։ Իսկ այս նույն նյարդը պատասխանատու է սեռական օրգանների նյարդավորման, իներվացիայի համար։ Այստեղ պետք է նյարդաբան եւ մարմնամարզություն։ Եվ այսպես, մենք վարդանի հետ վերանայում անցկացրինք։ Մենք փոխարինեցինք կաստրատոր դեղամիջոցները անվտանգ անալոգներով։ Մենք սկսեցինք բուժել թաքնված դիաբետը։ Կարծես թե գործն արված էր, բայց էրեկցիան չէր վերադառնում։ Ինչու՞։ Ես երկար գլուխ էի կոտրում, մինչև խնդրեցի վարդանին րոպե առ րոպե մանրամասն նկարագրել իր առավոտը։ Եվ այստեղ ես բռնեցի գլուխս։ Ամեն առավոտ նախաճաշին այս հասուն ֆելացի տղամարդը կատարում էր սննդային ինքնասպանություն։ Նա ուտում էր մթերքներ, որոնք 1 ժամվա ընթացքում ակնթարթորեն արգելափակում էին տեստոստերոնի արտադրությունը եւ սպազմ էին առաջացնում անոթներում։ Ամենասարսափելին այն է, որ այս մթերքները կան ձեզանից 90%-ի սառնարաններում։ Դուք դրանք նորմալ սնունդ եք համարում։ Ոմանք նույնիսկ դրանք օգտակար են համարում, բայց 60-ից անց տղամարդու համար դա թույն է։ Կա մթերքների ցուցակ, որոնք աշխատում են որպես քիմիական ամորձատուն, եւ կան այնպիսիները, որոնք աշխատում են ավելի լավ, քան ցանկացած Viagra, որովհետեւ տալիս են այն նույն շինանյութը ազոտի օքսիդի համար։ Պատրաստ եք հենց հիմա վերանայել ձեր սառնարանը, որովհետեւ այն, ինչ ես կնշեմ հաջորդիվ, պետք է անհապաղ նետել աղբարկը, եթե ուզում եք, որ ձեր գործիքն աշխատի։ Սննդային մարդասպանները մենք կանգ առանք վարդանի նախաճաշի վրա։ Ինչ էր նա ուտում, որ բառացիորեն սպանում էր նրա տղամարդկային առողջությունը։ Նրա նախաճաշը ժանրի դասականն էր։ Բուտերբրոդ սպիտակ հացով, կարագի հաստ շերտով եւ դոկտորական երշիկով, գումարած քաղցր սուրճ, 2 գդալ շաքարով։ Իսկ ինչ կա որ, հարցրեց նա ինձ։ Ես այդպես եմ ուտում ամբողջ կյանքս։ Համով է։ Կշտացնող է, համով է։ Հնարավոր է կշտացնող է, այո, բայց ձեր անոթների եւ հորմոնների համար սա Հիրոսիմա է։ Եկեք հենց հիմա բացենք սև ցուցակը։ Եթե այս մթերքները կան ձեր սննդակարգում ամեն օր, մի զարմացեք, որ գործիքը կախված է ինչպես հին շոր։ Թշնամի համար 1. Շաքար եւ արագած խաջրեր։ Պոտենցիայի սպիտակ մահը։ Շաքարը ոչ միայն վնասակար է ատամների համար, այն տեստոստերոնի գլխավոր անտագոնիստն է։
Հիշեք մեխանիզմը։ Հենց որ դուք քաղցրավենիք կերաք, բուրգի, տորտ, քաղցր թեյ, ձեր արյան մեջ կտրուկ ցատկում է ինսուլինը գլյուկոզան ուտիլիզացնելու համար։ Ինսուլինը եւ տեստոստերոնը թշնամիներ են։ Երբ ինսուլինը գնում է վեր, տեստոստերոնն ակնթարթորեն ընկնում է վար։ Կերաք քաղցր նախաճաշ, համարեք, որ անջատեցիք տեստոստերոնի արտադրությունը առաջիկա 3-4 ժամով։ Իսկ եթե դուք այդպես եք նախաճաշում, ճաշում եւ ընթրում, ձեր օրգանիզմն ապրում է հորմոնալ կաստրացիայի ռեժիմում։ Բացի այդ, շաքարը քայքայում է անոթների պատերին առկա կոլագենը։ Նրանք դառնում են փսրուն, կոտրվող։ Իսկ էրեկցիան, հիշեցնեմ, անոթների առավելագույն լարումն է։ Փխրուն անոթը պարզապես չի կարող ձգվել, այն ավելի շուտ կպայթի, ուստի օրգանիզմը միացնում է պաշտպանությունը եւ արգելափակում է էրեկցիան։ Թշնամի համար 2. Տրանսճարպեր, անոթային պլաստիլին, մարգարին, խանութի թխվածք, էժան երշիկներ, նրբերշիկներ, մայոնեզ։ Այս մթերքներում պարունակվում են հիդրոգենիզացված ճարպեր։ Օրգանիզմը չգիտի, թե ինչպես դրանք մարսել։ Նրանք չեն լուծվում, նրանք պարզապես կպչում են ձեր անոթների պատերին պլաստիլինի պես։ Վարդանի նախաճաշը, երշիկը եւ էժան կարագը դա տրանսճարպերի հարվածային չափաբաժին է։ Այսպիսի սննդի տարիների ընթացքում փոքր կոնքում նրա նրբագույն զարկերակները պարզապես ծեփվել էին այս ճարպային փառով։ Արյունն այնտեղ չի հոսում, այն ծորում է։ Թշնամի համար 3. Գարեջուր, տղամարդկային ուժի գերեզման։ Դե բժիշկ, ես տղամարդ եմ, չէ՞։ Իրավունք ունեմ երեկոյան հանգստանալ մի շիշ փրփրունով։ Իրավունք ունեք, բայց այն ժամանակ մի բողոքեք, որ անկողնում դուք այլևս տղամարդ չեք։ Գարեջրի մեջ պարունակվում են ֆիտոէստրոգեններ, նյութեր, որոնք նման են կանացի սեռական հորմոններին։ Գարեջրի կանոնավոր օգտագործումը տղամարդուն վերածում է կնոջ, առանց կատակի։ Ճարպը սկսում է կուտակվել կանացի տիպով։ Ազրերի վրա մեծանում է կուրծքը, գինեկոմաստիա, եւ իհարկե մեծանում է հայտնի գարեջրային փորը։ Գարեջրային փորը պարզապես նյարդերի կծիկ չէ, դա էնդոկրին օրգան է, որն ակտիվորեն վերամշակում է ձեր թանկարժեք տեստոստերոնը, էստրադիոլի, որքան մեծ է փորը, այնքան քիչ են ամուր էրեկցիայի ձեր շանսերը։ Սա աքսիոմա է։ Բնական վիագրա։ Սպիտակ ցուցակը մենք հեռացրինք այս աղբը Վարդանի սննդակարգից, բայց պարզապես չվնասելը քիչ է։ Մեզ պետք է շտապ վերականգնել ազոտի օքսիդի արտադրությունը։ Մեզ պետք էին մթերք դոնորներ, մթերքներ, որոնք բռնի ուժով ստիպում են անոթներին լայնանալ։ Եվ այդպիսի մթերքներ կան։ Դրանք կոպեկներ արժեն։ Դրանք դրված են ցանկացած բանջարեղենի կրպակի վաճառասեղանին, եւ դուք անցնում եք դրանց կողքով։ Իզուր։ Ահա այն սպիտակ ցուցակը կամ մթերքներ, որոնք աշխատում են ավելի լավ, քան հաբերը։ Ճակնդեղ, կարմիր ոսկի, այո, սովորական կարմիր ճակնդեղ, բազուկ։ Շատերը թերագնահատում են այս բանջարեղենը։ Ճակնդեղը աշխարհի չեմպիոնն է նիտրատների պարունակությամբ։ Մի վախեցեք այս բառից։ Օրգանիզմում այս բնական նիտրատները վերածվում են նիտրիտների, իսկ դրանք ազոտի օքսիդի։ Սա այն նույն մոլեկուլն է, որը բացում է շլյուզները։ Հետազոտությունները ցույց են տալիս, իսլեդվանյա պակազվույթ, որ մի բաժակ ճակնդեղի հյութը կամ հում ճակնդեղով աղցանը բարձրացնում է դիմացկունությունը եւ լավացնում արյան հոսքը 2-3 պոթոստով արդեն 1 ժամ անց։ Վավթանը սկսեց ուտել թարմ քերած ճակնդեղի աղցան ամեն ընթրիքին։ Սա հզորագույն խթանիչ, բուստեր է գիշերային եւ առավոտյան էրեկցիայի համար։ Դդմի սերմեր, տղամարդկային հանքանյութ։ Եթե ճակնդեղը խողովակների լայնացուցիչն է, ապա դդմի սերմերը վարելիք են գործարանի համար։ Դրանց մեջ պարունակվում է ռեկորդային քանակությամբ ցինկ։ Ցինկը շինանյութ է տեստոստերոնի մոլեկուլի համար։ Առանց ցինկի տեստոստերոն չի արտադրվում։ Վերջակետ։ Բացի այդ, դրանցում շատ է L-արգինինը, ամինաթթու, որը նույնպես ուժեղացնում է արյան հոսքը։ Ձեզ պետք չէ ուտել դրանք կիլոգրամներով։ Այն նույն մեկ գդալը, որի մասին ես խոսում էի սկզբում, դա հում, չբոված կանաչ դդմի սերմերի ճաշի գդալ է կամ որակյալ դդմի յուվի գդալ, սխտոր եւ նոր, մաքրողներ։ Սխտորը պարունակում է ալիցին։ Այս նյութը նվազեցնում է բորբոքում նանոտներում եւ արյունը դարձնում է ավելի հոսուն։ Դա բնական ասպիրին է, միայն թե անվտանգ։ Իսկ նուրը հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է այն նույն ազոտի օքսիդը արագ քայքայումից։ Այն երկարացնում է էրեկցիայի գործողությունը։ Եվ այսպես, ինչ արեցինք մենք Վարդանի հետ։ Մենք մտցրինք լուսացույցի կանոնները՝ կարմիր լույս, շաքար, թխվածք, երշիկ, գարեջուր, լիակատար արգելք 3 ամսով, կանաչ լույս։ Ամեն օր 30 գրամ դդմի սերմեր,
որպես թեթև նախաճաշիկ, պերեկուս։ Երեկոյան աղցան խոզանակ անոթների համար։ Ֆակնդեղ գումարած սխտոր գումարած մի գթալ ձիթապտղի յուղ։ Սեզոնին կեսն ու ֆրախճունքը։ Երկու շաբաթ անց նա զգաց, որ նրա ոտքերը տաքացել են, թաթերը դադարել են մրսել։ Դա նշանակում է, որ մազանոթային արյան հոսքը գնացել է, իսկ եւս 2 շաբաթ անց վերադարձավ առավոտյան էրեկցիան։ Թվում է ամեն ինչ պարզ է։ Կերճակնդեղ, ծանիր սերմեր եւ կլինես սեռական հսկա։ Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, բժիշկները կմնային առանց աշխատանքի։ Սնունդը վառելիք է։ Մենք բակի մեջ լցինք հիանալի 98-րդ բենզին, ջրիկացված սորյարկայի փոխարեն։ Մեքենան պատրաստ է գնալ, բայց մեքենան չի գնա, եթե ղեկին նստած է մեռած վարորդ, կամ եթե վարորդը չգիտի գազը սեղմել։ Վառելիքը պետք է վառել, արյունը պետք է արագացնել։ Սնունդը ստեղծում է էրեկցիայի համար պայմաններ, բայց այն գործարկում է մեկ այլ մեխանիզմ։ Երկաթե պրոտոկոլը ես ինքս տղամարդ եմ։ Ես էլ ունեմ տարիք, եւ ես հիանալի հասկանում եմ, որ ժամանակն աշխատում է մեր դեմ։ Ես նույնպես ուզում եմ պահպանել ուժը եւ 70-ում, եւ 90 տարեկանում։ Ես չեմ ուզում բեռ լինել եւ չեմ ուզում կորցնել կյանքի համը։ Ուստի ես ուսումնասիրեցի երկարակյացների փորձը, սպորտային բժիշկների փորձը եւ ստեղծեցի ինձ համար երկաթե պրոտոկոլ, արձանագրություն։ Սա դիետա չէ, սա գործողությունների համակարգ է։ Ընդամենը 3 պարզ գործողություն։ Մեկը առավոտյան խլում է 2 րոպե, մեկը ցերեկը կարելի է անել նույնիսկ աշխատավայրում, ոչ ոք չի նկատի, եւ մեկը երեկոյան անմիջապես քնելուց առաջ։ Այս 3 գործողությունները ճիշտ սնվելու համադրությամբ ձեր օրգանիզմը վերածում են տեստոստերոնի արտադրության մեքենայի, նույնիսկ եթե դուք անց եք 60-ից։ Բարթանը սկզբում թերահավատորեն քմծիծաղ։ Բժիշկ, ինչ վարժություններ ինձ, մեջք, ծնկներ։ Բայց երբ ես ցույց տվի նրան, թե որքան պարզ է դա, նա փորձեց, եւ հիմա նա ասում է, որ չի կարող առանց դրա ապրել։ Պատրաստ եք իմանալ իմ անձնական պրոտոկոլը։ Գրեք կամ հիշեք։ Սկսում ենք առավոտից։ Մենք հասկացանք վառելիքի հարցը։ Հիմա եկեք գործարկենք շարժիչը։ Դուք կարող եք ուտել ճակնդեղ տոննաներով եւ կրծել դդմիսեր մեր պարկերով, բայց եթե փոքր կոնքում ձեզ մոտ, կներեք ուղղամտության համար, ճահիճը ոչինչ չի աշխատի։ Արյունը պետք է շրջանառվի։ Այն պետք է թռչի երակներով, այլ ոչ թե լճանա, ինչպես նեխած ջուրը լճակում։ Հենց արյան կանգն է փոքր կոնքում պրոստատիտի եւ թույլ էրեկցիայի գլխավոր պատճառը վարորդների, գրասենյակային աշխատողների եւ թոշակառուների մոտ, ովքեր ժամերով նստում են հեռուստացույցի առաջ։ Ես մշակել եմ ինձ եւ իմ պացիենտների համար երկաթե պրոտոկոլ։ Սա օլիմպիական չեմպիոնի մարզում չէ։ Ձեզ պետք չէ վազել մարաթոն կամ բարձրացնել ծանրաձող։ Սա հիգիենա է, սա նման է ատամները խոզանակելուն, միայն թե ձեր անոթային համակարգի համար։ Պրոտոկոլը բաղկացած է 3 փուլից՝ առավոտ, ցերեկ եւ երեկո։ Բարթանը սկզբում փնթփնթում էր. Արմեն, բայց ես 68 տարեկան եմ, ինչ լիցքային վարժություններ։ Իսկ հիմա նա ասում է, որ եթե բաց է թողնում թեկուզ 1 օր, մարմինն ինքն է խնդրում ծանրաբեռնվածություն։ Գրեք կամ հիշեք։ Մաս առաջին. առավոտ, պոմպերի գործարկում։ Տղամարդու համար ամենավտանգավոր ժամանակը առավոտն է։ Արյունը քնից հետո թանձր է, ջրազրկված։ Սրտի համար դժվար է այն հրել։ Հենց առավոտյան են տեղի ունենում ինսուլտների մեծ մասը։ Փայլ առաջին. ջուր։ Հենց որ արթնացաք, նախքան լվացվելու գնալը, խմում ենք 1 բաժակ գոլ ջուր։ Ոչ թեյ, ոչ սուրճ, այլ ջուր։ Դա ակնթարթորեն ջրիկացնում է արյունը։ Դուք գործարկում եք երիկամները, ստամոքսը եւ թեթևացնում եք սրտի աշխատանքը։ Փայլ երկրորդ. արյան արագացում, միկրոլիցքային վարժություն։ Քանի դեռ տաքանում է թեյնիկը, անում ենք ընդամենը 1 վարժություն։ Կքանիստեր, պրիսեդանիա, բայց ոչ խորը, սպորտային, որոնք սպանում են ծնկները։ Ոչ, մենք անում ենք կիսակ քանիստեր։ Ոտքերը ուսերի լայնության, մեջքը ուղիղ։ Իջնում ենք ներքև բառացիորեն 10-15 սմ։ Կարծես ուզում եք նստել բարձր աթոռի վրա եւ անմիջապես ետ ենք բարձրանում։ Անում ենք 20-30 անգամ արագ տեմպով։ Ինչու՞։ Մեր ոտքերում, ձկնամկաններում եւ ազդրերում գտնվում են այսպես կոչված մկանային պոմպեր։ Երբ դուք կքանիստ եք անում, մկանները սեղմում են խորը երակները եւ ուժով դուրս են մղում արյունը վեր, դեպի սիրտ եւ փոքր կոնքի օրգաններ։ Դուք հարկադրաբար մղում եք գիշերվա ընթացքում լճացած արյունը շագանակագեղձի միջով։ Սա շագանակագեղձի լավագույն մերսումն է, որը հորինել է բնությունը, եւ այն բացարձակապես անվճար է։ Փայլ երրորդ. կոնտրաստային ցնցուղ խիզախների համար։ Եթե ճնշումը թույլ է տալիս,
Ցնցուղի վերջում միացրեք զով ջուրը 15 վայրկյանով։ Ուղղեք շիթը դեպի աճուկի հատվածը եւ փորի ստորին մասը։ Անոթները սեղմվեցին, անոթները լայնացան։ Սա մարմնամարզություն է էնդոթելի համար։ Մենք մարզում ենք նրանց առածքականությունը։ Մաս երկրորդ. ցերեկ, անտեսանելի մարզում։ Դեն սովորաբար նստած ենք աշխատավայրում, մեքենայում, ճաշելիս։ Աթոռը ամորցատման գործիք է։ Երբ դուք նստած եք, դուք սեղմում եք ազդրերի եւ աճուկի անոթները ձեր մարմնի ողջ քաշով։ Դա կոմպենսացնելու համար մենք կանենք մի վարժություն, որը ոչ ոք չի տեսնի։ Դուք կարող եք դա անել հենց հիմա, ինձ նայելով եւ ոչ ոք չի կռահի։ Սա Կեգելի լեգենդար վարժությունն է, բայց հարմարեցված տղամարդկանց համար։ Մտածում են, որ դա կանանց համար է ծննդաբերությունից հետո։ Հիմարություն։ Տղամարդու համար այս վարժությունը քարե էրեկցիայի գրավականն է, որն է էությունը։ Հիշեք մեխանիկան։ Արյունը հոսեց օրգան, ծորակը բացվեց։ Բայց որպեսի օրգանը մնա ամուր, երակները պետք է փակվեն։ Պետք է աշխատի փականը։ Այս փականը ցար պոչուկային մկանն է։ Եթե այն թույլ է թուլացած, ինչպես մեծամասնության մոտ 50-ից հետո, արյունը լցվում է եւ անմիջապես հետ է հոսում։ Սա կոչվում է երակային ավտահոսք։ Կարծես սկիզբ կա, իսկ 1 րոպե անց ամեն ինչ ընկնում է։ Մեզ պետք է մարզել այս մկանը։ Ինչպես գտնել այն։ Հաջորդ անգամ, երբ գնաք զուգարան փոքր կարիքով, փորձեք գործընթացի մեջտեղում մկանների ուժով կանգնեցնել շիթը, կտրուկ փակել ծորակը։ Զգացիք, թե որ մկանը լարվեց։ Ինչ որտեղ այնտեղ, շեքի խորքում, փոշտի եւ հետանցքի միջև։ Հիշեք այդ զգացողությունը։ Ուշադրություն։ Անընդհատ կանգնեցնել շիթը զուգարանում չի կարելի։ Դա վնասակար է։ Անում ենք դա մեկ անգամ, մկանը գտնելու համար։ Բուն վարժությունը։ Նստած բազկաթոռին, մեքենայում կամ բազմոցին, լարեք այս մկանը։ Սեղմեցիք, պահում ենք 5 վայրկյան, թուլացրինք։ Անում ենք 3 մոտեցում 15-20 անգամով օրվա ընթացքում։ Ինչ է տեղի ունենում։ Դուք մարզում եք այն մկանը, որը պահում է ձեր էրեկցիան։ Մեկ ամիս մարզումներից հետո տղամարդիկ նշում են, որ վերահսկողությունը վերադառնում է։ Դուք ինքներդ եք որոշում, թե երբ ամեն ինչ կավարտվի, այլ ոչ թե ձեր օրգանիզմն է դավաճանում ձեզ։ Մաս երրորդ. երեկո, վառելիք եւ մթություն։ Երեկոն տեստոստերոնի արտադրության նախապատրաստությունն է։ Գլխավոր տղամարդկային հորմոնն արտադրվում է գիշերը, քնի խորը փուլում։ Եթե դուք վատ եք քնում, մոռացեք պոտենցիայի մասին։ Քայլ առաջին. ընթրիք հերոսի համար։ Ընթրիքի ժամանակ մենք ուտում ենք մեր ճակնդեղով աղցանը կամ խմում ենք մեկ գթալ դդմի յուղ։ Ինչու յուղ։ Որովհետև հորմոնները կառուցվում են ճարպերից։ Յուղազրկված դիետան մահ է լիբիդոյի համար։ Մեզ պետք են որակյալ ճարպեր։ Դդմի յուղը հարուստ է ցինկով եւ ֆիտոստերոններով, որոնք պաշտպանում են շագանակագեղձը ադենոմայից։ Այս յուղն աշխատում է որպես քսուկ ձեր շարժիչի համար։ Փայլ երկրորդ. մթության օրենքը։ Իսկ հիմա ամենաբարդը ժամանակակից մարդու համար։ Քնելուց 1 ժամ առաջ մենք մի կողմ ենք դնում հեռախոսը, անջատում ենք հեռուստացույցը եւ համակարգիչը։ Ինչու եմ ես այսքան կատեգորիկ։ Էկրաններն արձակում են լույսի կապույտ սպեկտր։ Այս լույսն ընկնում է աչքի ցանցաթաղանթի վրա եւ ասում ուղեղին. հիմա ցերեկ է, արևը բարձր է։ Ուղեղն արգելափակում է մելատոնինի, քնի հորմոնի արտադրությունը, իսկ մելատոնինը տեստոստերոնի լավագույն ընկերն է։ Եթե չկա մելատոնին, դուք քնում եք մակերեսորեն։ Տեստոստերոնը չի հասցնում արտադրվել։ Դուք արթնանում եք ջարդված, ցածր լիբիդոյով։ Վարդանը գնեց իր համար խիտ blackout, վարակույրներ եւ դադարեց նորություններ նայել գիշերը։ Մեկ շաբաթ անց նա ասաց. ես սկսեցի քունս առնել այնպես, ինչպես երիտասարդ տարիներին, եւ առավոտյան էրեկցիաները վերադարձան հենց այն ժամանակ, երբ կարգավորվեց քունը։ Ահա նա երկաթե պրոտոկոլը։ Ջուր գումարած 20 կիսակ քանիստ։ Ցերեկ, պոտենցիայի մկանի, Կեգելի, 50 սեղմում։ Երեկո, դդմի յուղի գթալ գումարած լիակատար մթություն։ Մարդ է։ Ոչ, անվճար է։ Այո, արդյունավետ է անհավանական։ Գլխավոր ստորջրյա քարը։ Համբերություն, բայց կա մեկ նրբերանգ։ Հսկայական ստորջրյա քար, որին բախվում են տղամարդկանց 80%-ը։ Այս պրոտոկոլն աշխատում է ախափան։ Ես տալիս եմ երաշխիք, բայց այն չի աշխատում ակնթարթորեն։ Սա Վիագրայի հապ չէ, որը խմեցիր եւ 30 րոպե անց հերոս ես։ Այստեղ ժամանակ է պետք։ Անոթներին ժամանակ է պետք մաքրվելու համար։ Մկաններին ամրանալու համար, նյարդերին հանգստանալու համար։ Առաջին արդյունքները հայտնվում են 2-3 շաբաթից։ Կայուն արդյունք 2 ամսից։ Եվ ահա այստեղ տեղի է ունենում դրաման։
Տղամարդը սկսում է խանդավառությամբ, 3 օր անում է կքանիստեր, ուտում է սերմեր, նայում է ներքև, փոփոխություններ չկան, եւ նա թափահարում է ձեռքը։ Այ, հիմարություն է այս ամենը։ Բժիշկը ստեց, ավելի լավ է գնամ գարեջուր խմեմ։ Նա անձնվում է հաղթանակից 1 քայլ առաջ։ Վարդանը նույնպես ուզում էր թողնել։ Երկրորդ շաբաթում նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Արմեն, ինձ զզվեցրեց այս ճակնդեղը ծամելը։ Ես ինչ Շվարցենեգեր չեմ զգում»։ Ես այն ժամանակ տվեցի նրան 1 հարց, որը ստիպեց նրան կանգ առնել եւ մտածել։ Այս հարցից հետո նա շարունակեց եւ հասավ մինչեւ վերջ. «Ընկերներ, ես ուզում եմ ձեզանից խորհուրդ հարցնել։ Ես շատ պացիենտներ ունեմ, եւ ես ամեն անգամ չարչարվում եմ այն բանի վրա, թե ինչպես նրանց մոտիվացնել չթողնել սկսածը։ Ինչպես եք կարծում, ինչն է ավելի կարևոր տղամարդու համար 60-ից անց ստանալ ակնթարթային էֆեկտ 1 երեկոյի համար, սրտի համար ռիսկով, թե ծախսել 1 ամիս, բայց վերադարձնել առողջությունը 10 տարի առաջ։ Ինչու է մեզ համար այդքան բարդ եւ ինչն է մոտիվացնում անձամբ ձեզ զբաղվել ձեր առողջությամբ։ Գրեք մեկնաբանություններում։ Ինձ իսկապես կարևոր է ձեր կենսափորձը։ Գուցե ձեր իմաստությունը կօգնի մեկ ուրիշին չհանձնվել։ Իսկ հաջորդ տեսանյութում ես կպատմեմ այն մասին, թե հատկապես ինչպես մաքրել անոթները, այն նույն խոլեստերինային վահանիկներից, որոնց մասին մենք այսօր խոսեցինք։ Սա առանձին մեծ թեմա է, բայց սպասեք, մի անջատեք։ Եզրափակում եւ խորհուրդներ մեզ մնաց վերջին, եզրափակիչ գլուխը։ Ես ուզում եմ ամփոփել եւ ասել ձեզ մի անձնական բան։ Սրտից սիրտ։ Մենք սկսեցինք դրանից, որ ծերությունը հիվանդություն չէ, այնպես որ ձեր նոր կյանքը կարող է սկսվել հենց վաղ առավոտյան։ Եկեք ամփոփենք վերջնական արդյունքը։ Գիտեք թե ինչով ավարտվեց Վարդանի պատմությունը։ Ոչ այն տեսարանով, որտեղ նա վազում է ննջասենյակ, ինչպես հոլիվուդյան կինոյում։ Ոչ։ Ամենակարևորը տեղի ունեցավ հետո։ Նա ասաց ինձ. «Բժիշկ, բանը նույնիսկ սեքսը չէ, բանն այն է, որ ես նորից ինձ կենդանի զգացի։ Ես դադարեցի ինձ զգալ որպես դուրս գրված նյութ։ Իմ ուսերը ուղղվեցին։ Ես սկսեցի ավելի վստահ խոսել հարևանների հետ։ Ես նույնիսկ ձկնորսության սկսեցի գնալ այդ տրամադրությամբ։ Տղամարդկային ուժը միայն ֆիզիոլոգիա չէ, դա հենասյուն է։ Դա մեր վստահությունն է վաղվա օրվա հանդեպ։ Երբ այս մեխանիզմն աշխատում է, տղամարդը զգում է, որ նա վերահսկում է իր կյանքը։ Երբ չի աշխատում, սկսվում է մարում, ապաթիա, ծերություն գլխում։ Ուստի ընկերներ, այն ամենը, ինչի մասին մենք այսօր խոսեցինք, ճակնդեղի մասին, կքանիստերի մասին, շաքարից հրաժարվելու մասին, սա ռեկորդների հետևից վազք չէ։ Եկեք ազնիվ լինենք։ Մենք հասուն մարդիկ ենք։ Մենք չենք փորձում մրցակցել 20-ամյա տղաների հետ։ Մենք չենք ձգտում դառնալ դերասաններ մեծահասակների համար ֆիլմերից, որտեղ ամեն ինչ իրական չէ, որտեղ միայն քիմիա է եւ մոնտաժ։ Մեր նպատակն այլ է։ Մեր նպատակը կյանքի որակյալ, ջերմ եւ առողջ աշունն է։ Վերադարձնել մտերմությունը սիրելի կնոջ հետ, ով հնարավոր է ձեր կողքին է արդեն 30 կամ 40 տարի։ Հավատացեք, նրա համար դա նույնպես կարևոր է։ Հաճախ կանայք մտածում են. նա ինձ այլևս չի ուզում։ Ես ծերացել եմ։ Ես դարձել եմ տգեղ։ Ձեր լռությունը ննջասենյակում նրանք ընդունում են որպես իրենց մեղք։ Եվ երբ դուք հետևելով այս պրոտոկոլին վերադարձնում եք կայծը հարաբերություններում, դուք երջանկացնում եք ոչ միայն ձեզ, դուք ահռելի բեռ եք հանում ձեր կնոջ հոգուց։ Սա արժե նրան, որպեսզի առավոտյան կքանիստեր անեք։ Ճիշտ է։ Դուք հիմա խաչմերուկում եք գտնվում։ Կարելի է փակել այս տեսանյութը, ասել. «Այ, միևնույն է, ոչինչ չի օգնի»։ Բացել սառնարանը, հանել երշիկը, լցնել գարեջուրը եւ միացնել նորությունները։ Սա նվազագույն դիմադրության ճանապարհն է, մարման ճանապարհը։ Իսկ կարելի է ասել ինքդ քեզ. «Ես կփորձեմ գոնե 1 ամիս, ինչ եմ ես կորցնում, բացի իմ հիվանդություններից։ Ես տվեցի ձեզ գործիքներ։ Մենք պարզեցինք, որ ձեր խնդիրը ոչ թե դատավճիռ է, այլ անոթների ազդանշան։ Մենք դեն նետեցինք կաստրատոր մթերքները։ Մենք ավելացրինք վառելիք, ցինկ եւ ազոտի օքսիդ։ Մենք գործարկեցինք պոմպը պարզ վարժությունների օգնությամբ։ Սա բազա է, սա հիմքն է, բայց ես ճանաչում եմ մեր ժողովրդին։ Մենք սիրում ենք փնտրել կախարդական հապ կամ տատիկի գաղտնի բաղադրատոմս, որը կբուժի ամեն ինչ մեկ գիշերում։ Պրակտիկայի տարիների ընթացքում ես լսել եմ այնպիսի բաներ, որոնցից իմ բարձրագույն կրթությամբ բժշկի մազերը բիզ-բիզ էին կանգնում։ Ոմանք քսում են գործիքին կծու պղպեղ։ Երբեք այդպես մի արեք։ Դուք կայրեք լորձաթավանթը։ Մյուսները խմում են կուղբի շիթ կամ սատկած մեղուների թուրմ։
Երրորդները հավատում են խորհրդային բանահյուսության դասականին, թթվասեր գարեջրի հետ։ Իդեպ, սարսափելի խառնուրդ է, հարված լյարդին և ենթաստամոքսային գեղձին, իսկ օգուտը՝ 0, բայց հնարավոր է, ձեր գանձանակում կան բաղադրատոմսեր, որոնք իսկապես աշխատում են։ Ժողովրդական իմաստությունը դատարկ տևը չի ծնվում, չէ՞։ Ես ուզում եմ ձեզ մի լավություն խնդրել։ Իջեք հիմա մեկնաբանություններ այս տեսանյութի տակ։ Գրեք, թե որն է ամենաանսովոր, ծիծաղելի կամ հակառակը, գործուն ժողովրդական միջոցը տղամարդկային ուժի համար, որ դուք փորձել եք, ընկույզ մեղրով, Ժենշենի արմատ կամ գուցե Սարցևաններ։ Եկեք կազմակերպենք այնտեղ ներքևում իսկական տղամարդկային կոնսիլիում, քննարկենք, թե ինչն է առասպել և ինչն իրականում իմաստ ունի։ Ես կկարդամ և ամենահետաքրքիր մեկնաբանություններին կպատասխանեմ անձամբ։ Միայն եկեք պայմանավորվենք, առանց գռեհկության։ Մենք լուծում ենք բժշկական խնդիր։ Եվ ևս մեկ վերջին, բայց կրիտիկական կարևոր պահ։ Այսօր մենք շատ խոսեցինք այն մասին, որ էրեկցիան կախված է անոթների մաքրությունից։ Մենք սովորեցինք դրանք լայնացնել ճակնդեղի և վարժությունների օգնությամբ։ Բայց ինչ անել, եթե անոթներն արդեն խցանված են խոլեստերինով, եթե վահանիկներն արդեն նստած են զարկերակներում, ինչպես նստված քթեյնիկում, կարելի է արդյոք դրանք լուծել։ Կարելի է արդյոք մաքրել անոթները անվտանգ, առանց վիրաբույժի դանակի տակ պառկելու։ Սա ահռելի, բարդ և անհավանական կարևոր թեմա է։ Եթե ես սկսեմ պատմել հիմա, մենք կնստենք մինչև առավոտ։ Ուստի ես պատրաստում եմ ձեզ համար հաջորդ տեսանյութը։ Այն ամբողջությամբ նվիրված կլինի անոթների գլխավոր մաքրմանը։ Ես կպատմեմ 3 բնական բաղադրիչների համադրության մասին, որն ունակ է դանդաղ, շերտ առ շերտ լուծել հին նստվածքները։ Ոչ միայն փոքր կոնքում, այլև պարանոցի և սրտի անոթներում։ Այս տեսանյութը կարող է փրկել ձեզ ինսուլտից առանց չափազանցության, բայց YouTube-ը խորամանկորեն է սարքված։ Եթե դուք հիմա պարզապես փակեք էջը, ալգորիթմը կարող է կորցնել ինձ, և դուք բաց կթողնեք այս հոլովակը։ Որպեսզի դա տեղի չունենա, ստուգեք հենց հիմա, արդյոք բաժանորդագրված եք բժիշկ Արմեն Գրիգորյան ալիքին։ Այնտեղ պետք է վարվի, դուք բաժանորդագրված եք կոճակը և դրված լինի զանգակ։ Սեղմեք դրա վրա։ Դա ձեր երաշխիքն է, որ երբ դուրս գա անոթների մաքրման մասին տեսանյութը, հեռախոսը ձեզ կհիշեցնի այդ մասին։ Մի մոռացեք լայք դնել այս հոլովակին։ Ձեզ համար դա 1 վայրկյան է, մկնիկի քլիք, իսկ ինձ համար դա ազդանշան է։ Արմեն, թեման կարևոր է։ Շարունակիր, մենք նայում ենք, որքան շատ լայքեր, այնքան շատ տղամարդիկ կտեսնեն այս տեսանյութը։ Եվ հնարավոր է, ինչ որ մեկն այսօր չի գնա դեղատուն քիմիայի հետևից, այլ կսկսի կքանիստեր անել։ Մենք ձեզ հետ միասին բարի գործ ենք անում։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Շնորհակալություն, որ դուք անտարբեր չեք ձեր առողջության հանդեպ։ Հիշեք, տարիքը ընդամենը թվեր են անձնագրում։ Քանի դեռ կա ապրելու ցանկություն, քանի դեռ աչքերում փայլ կա, դուք երիտասարդ եք։ Ձեզ հետ էր բժիշկ Արմեն Գրիգորյանը։ Պահպանեք ձեր շարժիչը և ձեր ալեհավաքը։ Նրանք ձեզ դեռ պետք կգան։